Որսուկ շատ ես նեղացել ինձանից։ Բա ինչ անեմ։ Աշխատանքի ժամը առավոտյան շուտ է, բոլորը այստեղ գալիս են գնում են աշխատանքի տրանսպորտի։ Իսկ դուք վազում եք, ես ինչ իմանամ, ինչպես կընդունես։ Ինձ էլ ճիշտ հասկացի, Որսուկ ջան, խնդրում եմ։ Երեք դուք զբաղվեք, սրտիկներս։ Մինչև ես մտնեմ ներս, դուրս կամ մի քիչ էլ հեսա Որսուկին տամ։ Գալիս եմ Մալին։ Քիչ շորերս փոշոտես ու կեղտոտես։ Հա, միաուներ ջան, եկա։ Ու այսօր ուրիշ բան չունեմ, եղավ մուլտիկ։ Հա, լունտիկ։ Բոլորով կերեք։ Կեր բլեք, ահագին սանրեցի, մազիկներդ ավելորդ հանեցի, այնպես որ կերեք ու լավ մնացեք։ Հույս ունենամ երեկվա կայծակից ու փոթորիկից չեք վախեցել։ Վերջ, հետ անցի, հետ գնա։ Բրաունչիկս, շատ լավն ես։ Գնում ենք, ձեզ էլ կերակրեմ գնամ, վեր կաց։ Դու էլ էստեղից ես նայում Մալին, փիսոներն էլ են տեղից, ահա, սա, մենակ հերթ չի հասե բլեքին, թե ինքը չի ուզում նայի կամ մնացել է ուտի հազիվ դուք եկել եք, Մալին, կուտեմ քո աչքերը, հանեմ վզից Որսուկ, վերջ թե, անցեք ձեր տեղը ենտեղ դեռ, գործեր են անում մարդիկ, իմաստ չկա գնալու, անցեք եստեղ ձեր տեղը, Սաբել, Ավրորա, Որսուկ, հելոք ամեն մեկը ձերը կերեք, եղավ, Գամփր, ոնց ես, Սամն էլ է այնտեղ, գալիս եք թե մնում եք էստեղ, հա Սամ, գալիս ես Գամփր, թե սոված չես, էլ է ճիշտն ասեմ, ելը, նայ, ոնց աստորեն սոված էր, Սամ, արի դու էլ ես կողմ, մի քիչ է քեզ էլ ես կողմի վրա տամ, արի Սամ, Գամփրը նեղում է, հա Սամ, դու էլ գնա իրանը կեր, լավ, ար սիրումս, Սա է, կերեք, մինչև երկուշաբթի կլինի մյուս։ Էլի Գամփրն ա եկե վախեցել ես, լավ, հեսա մի տեղ կգտնեմ ձեզ համար ավելի Գամփր, ինչ ես վերևից հաչում, հլը կասես, խելոք մնա մի քիչ, արի իջի քեզ էլ կկերակրեմ, դու այստեղ կեր փիս, գնամ տեսնեմ ովքեր են եկել, ահա, եկել են Գամփրները, սա կռիվալին, էй, արի ստեղ, Всё, խելոք առանց կռվի Գամփր, խնդրում եմ, նա էլ ենտեղ թող ուտի, նույնն է, առանց կռվի, լավ, ու ոչ մեկի հետ կռիվ չանես, եղավ, խելոք Գամփր, հա, դու ես, կեր Սամ ջան, կեր, մի հատ կլինի կռիվ չանեք, հն, կլինի կռիվ չանես, հենա, կա, գնա կեր, Գամփր, ասում եմ կռիվ չես անում, չես ուտում, դու հասկացա, հեսա այն հնից տեսնեմ կա մի քանի հատիկ բերեմ տամ, դե վերջ, լավ, վերջ, հնից ուտում ա Գամփրը, նոր չորից չի ուտում, բայց մյուս նիհարը, կաղկոտը և Սամը ուտում է, Գամփր, խելոք մնա, մի տեղ նստում եք շենքի բակում ու կռիվ ես տալիս մի հատ, հանգստացի ծեց ես ուտելի դու, Սամին հերիք ա նեղացնես, մի հատ էլ մեծ սպիտակ շուն, բայց վաղկոտ այն կողմա սպասում, որ ես գնամ գա տեսնի ինչա մնացե ուտի, Գամփր, իմ հետևից գալ պետք չի, ու ընդհանրապես Սամին հերիք ա ճժժես, իրար հետ նստում եք նույն բակում ու չես թողնում խեղճի, չի կարելի, աշկի դու խանդում ես, ինչա Սամը միշտ պաշտպանում այն մարդու իրերը, սա էլ ա ուզում, նա չի թողնում ու այս կռիվը միշտ կա, երկուսն ուզում են հավատարիմ շամպես ինչ-որ մեկին ծառայել,
Փնտրում են կարծես թե տեր, բայց նրանք լքված են։ Հավատարիմներս 3-3 ինձ են սպասում։ Ու սևուկ այնպես է վազում, կարծես թե թողնելու է, որ մոտենամ։ Իսկ իրականում ամենավախկոտն է, արի լավ։ Սպիտակը քնած դժխոհում նման գլուխը բարձրացրեց, հա ինքն է, հա ես եմ։ Հարչուկն էլ ասում է հեսա մի հատ գամ մռութով դիպեմ, տեսնեմ, հա ես եմ, կպար, ես եմ, հա, դե գնացի։ Արի։ Ուզում եմ մի հարցի շուրջ անդրադառնալ, չգիտես ինչու կենդանասերների մոտ միտում եմ նկատում, նման տենդենց եմ նկատում, որ բոլորը սկսում են ցույցներ անել, որովհետև իրականում այդպես են մարդիկ էմոցիոնալ դաշտի վրա գրավում, հաշվի առնելով Հայաստանում կենդանիների դրսի կենդանիների վատ վիճակը, եւ եթե դու ուղղակի ասում ես կերակրում ես ամեն օր, դա մեծ ահռելի ծախս է եւ ավելի մեծ է, ոչ ոք չեն ուզում, որովհետև այդտեղ թող ոչ ոք չնեղանա, բայց դափնիներ չկան։ Այսինքն եթե իրենք ինչ որ օգնում են կերով, դա դափնի չեն ստանում։ Իսկ եթե իրենք ինչ որ նախաձեռնությունում ունենում են ներդրում, դա մեծ բան է։ Իրականում այդպես գնալու դեպքում ես շատ ցավ եմ ապրում, որովհետև շուտով մեր դրսում գտնվող կենդանիները ավելի շատ սոված կմնան, քանի որ բոլորը կսկսեն այդպես շարժվել, քանի որ դա ավելի եկամտաբեր է։ Կներեք ուղիղ խոսքի համար, բայց դա այդպես է։ Թող ոչ ոք չասի նախանձում է, խանդում է, փնովում է ու նմանատիպ բաներ, որովհետև եթե ես ինչ որ բան եմ ուզում նախաձեռնել, ես սկսում եմ հաշվարկել, պլանավորել, ունենալ հստակ ծրագիր, կարկաս, կառուցվածքային, թե ինչ պետք է անել, որ քայլից հետո ինչ է հետապնդում եւ ուղղակի նստել օրինակ ժամերով խոսել ինչ որ բանի մասին, անիմաստ եմ համարում, դատարկ խոսակցություն։ Դրանով զբաղվում են մարդիկ, ովքեր շատ մեծ քանակի ժամանակ ունեն պարզապես եւ ինչ որտեղ նաեւ ինքնահաստատվում են։ Դրա համար պարզապես կասեմ, որ եթե ես ինչ որ բան նախաձեռնեմ, ես կանեմ կվերջացնեմ կամ կունենամ գոնե հստակ ծրագիր, նոր ինչ որ բան կհայտարարեմ կամ կասեմ, թե չէ ուղղակի խոսել, հավատացեք, ձեր խոսքով, ձեր ամպագորգոր հայտարարություններով ծրագրային կենդանիները դրսի, այս սովորական կենդանիները ամեն օր ուզում են ուտել։ Իրենք դրանից հաստատ չեն կշտանում։ Իսկ դուք միջև նախագծեր անեք եւ ինչ որ այսպես, իրենք կարող են դրսում պարզապես չլինել։ Այսքանը։ Իրականում մի փոքր կեր կա հինից, սա պահել եմ հաշվի առնելով, որ արչուկն ու սպիտակը չեն ուտում, մյուսներն ուտում են, դրա համար իրենց եմ տալի միջև երկուշաբթի կարողանամ էլի պետքա կեր գնեմ, որպեսզի կերակրեմ կենդանիներին եւ նրանք սոված չմնան։ Ամեն ինչ սկսվում է ամենապարզ քայլերից։ Այս պահին պետք է պարզապես կերակրել անօթևան կենդանիներին, որպեսզի նրանք սոված չմնան։ Իսկ եթե հետո ժամանակը եւ հնարավորությունները ներեն, իհարկե կարելի է ավելի մեծ ծրագրեր կազմել, մեծ նպատակներ ունենալ, բայց մեկը մյուսի վրա ցեղ շպրտելով, մեկը մյուսին հակառակ ինչ որ բան անելով, դրանից հավատացնում եմ ձեզ, կենդանիներն ավելի լավ վիճակում չեն հայտնվում։ Լավ եղեք, բարի եղեք, կամեցող եղեք եւ մտածեք ինչ եք անում եւ ձեր արածը ինչպիսի արդյունք է տալի, ձեր ներդրումը, քանի որ այս կենդանիները այսօր կան, վաղը չկան, նրանց կյանքը այնքան կարճ է, որ չեք էլ կարող պատկերացնել։